Բարև ձեզ այդ ֆուտբոլիստների բաժինն է, մի հատ արագ վինգերա պետք որ համ գոլ խփի, համ պաշտպանությանը մասնակցի, համ էլ գլխին ֆանար ունենա, որ գիշերով աշխատելուց չներվի։ Ինչ ֆանար չունեք։ Լավ, դա ես կտամ։ Դուք ասեք ինչ արժի։ Այդքան չունեմ։ Ապառիկ ձևակերպում եք։ Այո, այսօր կխոսենք տրանսֆերներից, սկզբում կայացած ամենաթանկ տեղափոխությունները, բայց դրանից հետո արդեն կսկսվեն դեռ չկայացած ու սպասվողները, ու որպես կանոն տրանսֆերային պատուհանի վերջին օրերին են միայն ամենաթոթոլ ու յուղոտ տեղափոխությունները լինում։ Դրա համար էլ մնացեք մեզ հետ մինչև վերջ, որովհետև այնտեղ ավելի հետաքրքիր է լինելու։ Ես ցանկանում եմ ձեզ առաջարկել պայմանագիր, ըստ որի դուք պետքա բաժանորդագրվեք, լայքեք եւ դա այդ պայմանագիրը կտևի մինչև 2000 հավերժ թվական։ Մեզնից էլ լավ տրամադրություն։ Այս պայդրությամբ Մորգան Ռոջերսի տեղափոխությունը Չելսի ամենաթանկն է այս ամառվա համար։ Ու այո, էլ ով, եթե ոչ Չելսին, որ պետքա հանի ու բաշխի։ Իսկ իրականում այս տրանսֆերը շատ լավը կարող է լինել, հաշվի առնելով, որ Ալոնսոն է արդեն Չելսի գլխավոր մարզիչը։ Ռոջերսը նախորդ մրցաշրջանում իրավամբ դարձել էր Ասթոն Վիլայի, եթե ոչ լավագույն, ապա լավագույններից մեկն ու 10 շիտեր անում Եվրոպա լիգան ձեզ վառ օրինակ։ Լոնդոնի կապույտ հատվածում համոզված եմ, որ Ռոջերսը շատ երկար տարիներ առաջ նրանց առաջատարը կարող է դառնալ։ Deal done till 2033 ապրես, բայց գնա թվերի վրա աշխատի։ Շատ ընդունակ է, բայց շատ ծույլ է։ Իսկ Ռոջերսը հաստատ համոզված եմ, որ ծույլ չի, քանի ամեն ինչ որ արդարացնի Ալոնսոյի սպասելիքները ու հատկապես որ նշել է, թե հենց մարզիչն է, իսպանացի մասնագետն է, գլխավոր ֆակտոր է եղել, որ նա ընտրել է Չելսին, ոչ թե Արսենալը։ Չմոռանանք նաև, որ այս գործարքը տրանսֆերային ռեկորդի գերազանցում է, նախորդ ամենաշատը, ամենամեծը գրանցվել էր հեռավոր մի ամիս առաջ։ Էլիոտ Անդերսոնը տեղափոխվեց Մանչեսթեր Սիթի, ոնց որ թե աշխարհի առաջնության ընթացքում ու նենց տպավորություն է, ոնց որ Չելսին դիտմամբ 1 միլիոն ավելա վճարել, որ գոնե ինչ որտեղ հաղթող դուրս գա։ Պեպ Գուարդիոլան Մանչեսթեր Սիթիի հերթական վերաձևավորումը սկսել էր նախորդ տարի ու այդ ամենը կշարունակի իր աշակերտը Էնցո Մարեսկան, որի հետ մի 10 տարվա պլաններ ունի Սիթին, բայց թե ինչ կլինի անգամ Պեպը չգիտի։ Իսկ Անդերսոնը համարվում է անգլիական ֆուտբոլի ծագող աստղերից մեկը, նրա ապագան եւ շատերն են մեծ հույսեր կապում այս ֆուտբոլիստի հետ, ինչպես նաև Սիթիում սպասվում է, որ նա առանցքային դեր է ունենալու հաշվի առնելով մունդիալում նրա հստակ ու հասուն խաղը, դաշտի ամենապատասխանատու գոտու։ Դու ինչ կասես։ Տրանսֆերը տոպ, բայց Սիթին դեռ պետք է շարունակի կազմավորվել։ Չեմպիոնշիպից Պրեմիեր լիգա տեղափոխվելու այդ դաժան իրականությունից խուսափեց, մի կերպ խուսափեց Տոտենհեմը նախորդ մրցաշրջանում ու հիմա շարունակում է ֆուտբոլիստներ բերել ու ամրանալ։ Սանդրո Տոնալին չնայած իտալական ֆուտբոլի չկլասավորմանը արդեն երկար ժամանակ 100 միլիոն եվրո արժեցավ Տոտենհեմի համար Նյուքասլից ու այս տրանսֆերը Տոտենհեմի համար շատ լուրջ համալրում է դաշտի կենտրոնում, որովհետև դե անհատական առումով Տոնալին վատ չի խաղում։ Անգլիական այս գործարքների արանքում շատ կտրուկ ու միանգամից Ժուլ Կունդեին մրցակից հայտնվեց Բարսելոնայում։ Կարիմ Ադեեմին Բորուսիայից տեղափոխվեց կատալոնական ակումբ։ Ադեեմին արձակվող է, ինչ մրցակից։ Խոսքը ֆուտբոլի մասին չի, նոր սթայլիշ է հայտնվել։
Բայց այդ գործարքը կազմել է 22 միլիոն եվրո պլյուս բոնուսները, որոնք գոյանալու են թիմի հավանական հաջողություններին։ Բորուսիան հերթական տաղանդին է ուղարկում մեծ աշխարհ։ Նախորդ փորձը հակասական էր, իսկ Կարիմը արդեն վաղուց հասունացել էր Grand Top ակումբ տեղափոխվելու համար։ Ինչ եք կարծում, կարդարացնի հաշվի առնելով նրա շատ հնչեղանին։ Լիվերպուլում շարունակում են վերակառուցման աշխատանքները։ Նախորդ փլուզված մրցաշրջանից հետո, օրինակ ասում են ֆրանսիացիների տեղերը փոխելիս կրուասանի համը չի փոխվում։ Կոնատեն գնում է Ռեալ, իսկ ահա Լիվերպուլը ձեռքաբերում ֆրանսիացի երիտասարդ խոստումնալից կենտրոնական պաշտպան Ժերեմի Ժակեին, որը իհարկե ներդրում է ապագայի համար, բայց ով գիտի, գուցե հենց այս մրցաշրջանն է ապագա։ Նախորդ մրցաշրջանում Ժակեն տպավորում էր ֆրանսիական լիգա 1-ում Ռենի կազմում, իսկ ահա հիմա արդեն իսկ տեղափոխվում է Անգլիայի Պրեմիեր լիգա։ Անգլիայում առևտուրը միայն վերցնելով չի, դրանք երբեմն նաև տալիս են։ Օրինակ United-ը տվեց Նապոլիին, Ռասմուս Հոյլունին, արժանի էր։ Դանիացին նախորդ մրցաշրջանում վարձավճարով էր անցկացնում Նապոլիում ու շատ լավ տպավորություն էր թողնում, շատ գոլեր էր խփում ու ահա վերջապես այս համար նրա տրանսֆերային ամբողջական իրավունքները փոխանցվում են իտալական ակումբին։ Դանիացին վերջապես կարող է լիարժեք կանգնել Մարադոնայի պատի առաջ ու երթում ուտել։ Մոտ 52 միլիոն եվրո ամերիկյան մունդիալի բացահայտումներից մեկի համար։ Ասթոն Վիլան, ինչպես արդեն ասացինք, բաց թողեց իր առաջատարներից մեկին, որի փոխարեն հրավիրում է նորին, որը հավանական առաջատարն է ապագայի համար։ Մանզամբին ուղակի շքեղեր Շվեյցարիայի հավաքականի կազմում մունդիալի ժամանակ եւ դա աննկատ չմնաց ու կարծում ենք, որ Վիլան նրա համար շատ լավ հարթակ կլինի, որպեսզի նա ավելի աճի ու զարգանա, ինչպես շատ այլ ֆուտբոլիստներ, նույն Ռոջերսը։ Վիլան էլ ակնհայտ ցույց է տալիս, որ շարունակում է նույն քաղաքականությունը։ Նրանք բիզնեսի տրամաբանության մեջ ֆանտաստիկ են ուղակի, գնում, աճեցնում, վաճառում են, գնում, աճեցնում, վաճառում են։ Իհարկե տարիներ է լինում, որ բերքի վրա ուժեղ կարկուտ է գալիս, բայց էդ է բիզնեսի գինը, պետք է ամեն ինչ հաշվի առնել։ Տոտենհեմ մի 52 միլիոն եվրո շուտ գցեք հաշվիս, հույն պաշտպան ենք բերում։ Հոլանդացի այս պաշտպանը վաղուց արդեն Բրայթոնի կազմում բարձր մակարդակ է ցույց տալիս։ Խաղերից մեկում անգամ սեփական գրպանում տեղավորել է հսկա Հոլանդին։ Սա Տոտենհեմի երրորդ խոշոր ձեռքբերումն է ու սրանով ակումբը հստակ ցույց է տալիս, որ ոչ թե ուզում է պարզապես ուժեղանալ, այլ գնում է կտրուկ վերակառուցման ու դա ձերքի գործն է։ Բայց դե չենք մոռանում նախորդ մրցաշրջանը, այդ ահասարսուր պատկերները Տոտենհեմի երկրպագուների դեմքերին ու ասում, որ նրանք եթե լինեն առաջին տասնյակում այս տարի դա մեծ ձեռքբերում կլինի։ Ասում են Հարի Մագուայրը Թոմաս Տուխելից աշխարհի առաջնությանը մասնակցելու համար հրավեր չստանալուց հետո միանգամից ծերացել, մազերը սպիտակել ու կուզը դուրս անկել։ Ինչը զավայի խոսում։ Ուրիշ կերպ չի կարելի բացատրել մանկունյացիների հաջորդ գնումը։ United-ը երկար հետևում էր բրազիլացի կենտրոնական պաշտպան Անդրեյ Սանտոսին եւ վերջապես հասավ համաձայնության։ Սրանով ուղիղ մրցակցություն է սկսվում կենտրոնական պաշտպանի դիրքի համար, հաշվի առնելով թե Մագուայրը իր ծանր հոգեբանական վիճակում է կարող է պարտվի։ Պետք է ընդունել, որ բոլոր լեգենդներն էլ մի օր գնում են ու իրենց տեղը զիջում նորերին։ Ուղղակի ոնց նայում եմ այս Սանտոսը, Մագուայրի անգամ կեսը չկա։ Վայ Մագուայր։ Այս ամառվա կայացած արդեն իսկ գործող գործարքներից ամենակարևորը իհարկե Կուկուրելիայի տեղափոխությունն է Մադրիդի Ռեալ։ Ու դա այն դեպքում, երբ հաշվի առնենք, թե ինչ անուններ են կապում Ռեալի հետ կրկին, պատկերացրեք, ասենք բոլորը հավաքվում են միտեղ, Մուրինյոն կանգնում է նրանց գլխին ու չգիտեմ, ապագան շատ մշուշոտ է, բայց որ Կուկուրելիան
top տրանսֆերը ու դա նա արդեն եւ Իսպանիայի հավաքականում եւ Չելսիում բազում անգամներ ապացուցել է, այդտեղ երկու կարծիք չկա։ Ֆուտբոլային աշխարհի գլխավոր խուճուճը կզարդարի Ռեալի խաղը թե դաշտում, թե դաշտից դուրս։ Կուկուկուկուրեյա Գլոբ, մինչև էս ինչ ասեցինք, ժողովուրդ հավատացեք ոչինչա նրա դեմ, թե ինչա սպասվում մեզ, ինչպես արդեն նշեցի, ամենաթոթոլ տեղափոխությունները տեղի են ունենում պատուհանի փակման վերջին օրերին, որոշ դեպքերում վերջին ժամերին ու նույնիսկ րոպեներին։ Այս պահին կան շատ ֆուտբոլիստներ, որոնք ցանկանում են տեղափոխվել եւ ուրիշ տեղում խաղալ, բայց նրանց ակումբները իրենց այդ ֆուտբոլիստներին, ակտիվներին չեն ցանկանում բաց թողնել ու ոչ թե որովհետև նրանք շատ են սիրում, այլ ցանկանում են ամենահավանական մեծ գումարը վաստակել նրանց տրանսֆերներից։ Բուադիի համար, այս 18-ամյա ֆուտբոլիստի համար ուղղակի որս է սկսվել եվրոպական գրանտերի կողմից ու աշխարհի առաջնությունում շատ լավ խաղներ պատճառը այդ ամենի Մարոկոն հասավ քառորդ եզրափակիչ ու դրա մեջ շատ մեծ ներդրում ունեցավ հենց այս երիտասարդ ֆուտբոլիստը։ Բոլոր գրանտերից սակայն ամենաֆավորիտը այս ֆուտբոլիստին ձեռք բերելու համար Մանչեսթեր Սիթին, որը ըստ տեղեկությունների արդեն համաձայնեցրել է անձնական պայմանները, բայց Լիլը ֆուտբոլիստի համար պահանջում է 100 միլիոն եվրո ու դա է պատճառը, որ միայն տեղափոխությունը դեռ չի կատարվել։ Բունդեսլիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստներից մեկը, նա շատ լավ տեսք ուներ նաև մունդիալի ժամանակ ու արժանիորեն նրան էլ շատ մեծ ուշադրություն են դարձնում եվրոպական գրանտերը։ Արդեն մունդիալի ընթացքում տեղեկություններ կային, որ Լիվերպուլը առաջարկ է արել, բայց այն մերժվել է։ Հետո ավելի հստակ էր Պարի Սեն-Ժերմենի դիրքավորումը եւ ասում էին, որ գործարքն արդեն կայացած է, բայց էլի ոչինչ չեղավ։ Այսպիսի ֆուտբոլիստները, որոնք ունիվերսալ են եւ կարող են արձակման գրեթե բոլոր դիրքերում խաղալ, շատ մեծ պահանջարկ ունեն շուկայում եւ դիամանդեն որպես չմշակված ադամանդ հաստատ գետնին չի մնա։ Նյուքասլի ավագը ցանկանում է նոր մարտահրավեր ու գլխավոր հավակնորդը Արսենալ։ Բրազիլացին վաղուց արդեն հասունացել է Գրանդ ակումբ տեղափոխվելու համար ու ոնց որ այդ տարին էս ամառնա ուղղակի որոշ խոչընդոտներ կան։ Նյուքասլը իր ֆուտբոլիստին չի ցանկանում հենց այնպես վաճառել ու շատ մեծ գումար է պահանջում, որը չի համապատասխանում դեռևս եղած որևէ առաջարկին։ Բրունոները սովորաբար լավ թանկ են լինում։ Թվում էր Մարկուս Ռեշֆորդի ապագան արդեն որոշված է, բայց շատ կտրուկ փոխվեց ամեն ինչ, ավելի ճիշտ դարձավ ծիծաղելու։ Բարսելոնան գնաց այլ ուղղությամբ, ավելի կոնկրետ գնեց Գորդոնին։ Հիմա գնդակը Մանչեսթեր Յունայթեդի դաշտում է, արդյոք պետք է պահի Մարկուսին թե վաճառի։ Օրինակ իմ կարծիքով Ռեշֆորդը այդպես էլ չդարձավ թոփ մակարդակի ֆուտբոլիստ ու նրա իրական դերը միջին մակարդակի Ասթոն Վիլաներում, Վեսթ Հեմներում, Սելտաներում կամ Բոլոնյաներում։ Գցեք նրան միջին մակարդակի թիմերում ու նա ժարիտ կանի։ Լիվերպուլից հեռանալուց հետո Սալահը դեռ ազատ գործակալ է։ Երկար ժամանակ թվում էր, թե Սալահը կգնա Սաուդյան Արաբիա կամ Ամերիկա թոշակը վայելելու, բայց մինչև հիմա այդպիսի նորություններ չկան։ Ամենայն հավանականությամբ նա ցանկանում է մնալ Եվրոպայում եւ շարունակել բարձր մակարդակում ելույթ ունենալ։ Հակառակ դեպքում նա Գրիզմանի եւ Լևանդովսկիի պես արդեն իսկ կնքած պայմանագիր կունենար։ Ու ասեմ, մունդիալը ցույց տվեց, որ նա դեռ կարող է խաղալ բարձր մակարդակով։ Պարզապես նրան համապատասխան պայմաններ են պետք։ Բորմուտի այս ֆուտբոլիստը համարվում է եվրոպական ամենաթանկարժեք ակտիվներից մեկը ու իհարկե անգլիական թիմը ցանկանում է հնարավոր ամենաբարձր գինը ստանալ իր ֆուտբոլիստի համար։ Չելսին, Արսենալը, Մանչեսթեր Յունայթեդը շարունակում են հետևել իրավիճակին, բայց բարձրացող գինը, օր-օրի բարձրացող գինը կարող է ստիպել նրանց արագ գործել ու բացել քսակները։
Բայց դե տրանսֆերային առումով գլխավոր սագան իհարկե Խուլիան Ալվարեսի տեղափոխությունն է Բարսելոնա, որը այդպես էլ տեղի չի ունենում։ Սա հիշեցնեմ սկսվել է դեռ մրցաշրջանի ամենավերջից նախորդ շատ ջրեր հոսեցին այս երկու ակումբների միջով։ Իրար ինչ ասեցին, իրար վրա ցեխ շպրտեցին, կայֆավատ եղան, բայց արդյունքում պարզվեց, որ Խուլիանը ցանկանում է տեղափոխվել Բարսելոնա, իսկ Ատլետիկոն ուղղակի նրա դեմ ճաղեր է դրել։ Անգամ խոսակցություններ գնացին, որ Սիմեոնեն եւ Ալվարեսը հարաբերությունների մեջ այնքան են վատացել, որ անգամ իրար հետ չեն խոսում, ու այդ ամենը ընդամենը նրա պատճառով է, որ ուղղակի Ատլետիկոն չի ցանկանում ուժեղացնել իր գլխավոր հակառակորդներից մեկին։ Անգամ տեղեկություններ կային, որ Ռեալը նույնպես ավելի վաղ առաջարկ է արել մի 150 միլիոնի, բայց միևնույն է Ատլետիկոն չի համաձայնել վաճառել իր առաջատարին։ Սա հավատացեք շատ տխուր է լինում հենց Ալվարեսի համար, որովհետև հատկապես առաջին խաղերում մունդիալի ժամանակ, երբ այդ խոսակցությունները շատ թարմ էին, ֆուտբոլիստը չէր կարողանում իր լավագույն կողմերով դրսևորվել ու այդպես էլ իրականում չդրսևորվեց։ Չնայած այն գոլը իրականում Խուլիանը Բարսելոնայի համար ուղղակի գտած հարձակվող կլինի ու շատ համապատասխան, որը եւ կարող է ավարտել գրողները, եւ կարող է դրանք սկսել եւ անհրաժեշտության դեպքում ուղղակի վազել սևագործ բանվորի աշխատանք անել թիմի համար։ Հաջորդն էլ իհարկե Ռեալի հետ է կապված ու այդ ամենը չնկատել ուղղակի չի կարելի։ Ժոզե Մորինյոն արդեն իսկ վայելում է իր երբեմնի աթոռը ու փորձում վերականգնել Ռեալում լավագույն ավանդույթները։ Դրա համար նոր ֆուտբոլիստներ են պետք։ Կուկուրելիային հիշեցինք եւ հաջորդ երկու անունները դրանք Ռոդրին եւ Օլիսեն են։ Նրանց կարելի է գումարել նաև Էնցո Ֆերնանդեսին, որը նույնպես Ռեալի փայ կարող է դառնալ դաշտի կենտրոնը ամրացնելու եւ ուժեղացնելու համար։ Ինչպես երևում է, Ֆլորենտինո Պերեսը հասկացել է, որ ձրի ֆուտբոլիստներ բերելով այդքան էլ չի շահում ու բացել է քսակը։ Ասում են, որ Ռոդրիին փորձում են բերել որպես կենտրոնում երկարաժամկետ լուծում վերադառնալ Տոնի Կրոսի կամ Լուկա Մոդրիչի ժամանակների կենտրոնական ամուր կիսապաշտպանությանը, բայց դեռ մեծ հարց է Ռոդրին արդյոք կհեռանա Սիթիից, թե ոչ։ Նույնը կարելի է Օլիսեի մասին ասել, որի տեղափոխությունը արքայական ակումբ արդեն քննարկվում է շատ երկար ժամանակ, բայց գերմանական գրանդը երկու ոտքը դրել է մեկ կոշիկի մեջ եւ ասում է, որ Օլիսեն ընդհանրապես չի վաճառվում ու ավելին Բավարիայի խաղը կարելի է ասել կառուցվում է հենց նրա շուրջ, որովհետև աշխարհի առաջնությունը նույնպես շատ լավ ցույց տվեց, թե որքան լավ է կառուցում գրողներ, որքան գեղեցիկ եւ սրող փոխանցումներ է կատարում բացի նրա ուժեղ վինգեր լինելուց։ Ինչ էլ որ լինի, Ռեալը Մորինյոյի գլխավորությամբ շատ հակասական պատկեր է ունենալու, եթե Ռեալում նա կարողացավ այն մթնոլորտը ստեղծել, որը կստիպի առաջատարներին խաղալ այնպես, ինչպես խաղում էին օրինակ իրենց հավաքականներում, ուրեմն Ռեալին բռնել պարզապես չի լինելու։ Բայց եթե միջանձնային կոնֆլիկտներ եղան եւ Մորինյոն չկարողացավ ճիշտ մոտեցումը գտնել նույն Մբապեի, Վինիսիուսի համար, Բելինգեմի համար, ուրեմն Ռեալի համար տխուր բաներ լինելու են։ What? Այսքանը կարծում եմ պետքա որ բավական լիներ, բայց իհարկե բոլոր տրանսֆերները չենք կարող առանձնացնել։ Գրեք մեկնաբանություններում ձեզ համար որն է ամենալավ տեղափոխությունը, որը կօգնի այս կամ այն թիմերին։ Բաժանորդագրվեք անպայման ալիքին, լայքը դրեք, որովհետև դա շատ է մեզ օգնում։ Վերջերս շատ է պասիվացել ու դա ինձ շատ է տխրեցնում։ Գլոբ քեզ, քո պետքը չի, շի գլուխ։